Հենց հիմա կաթողիկոսը ներսում պատարագ է անցկացնում, ժամերգություն է իրականացվում, հենց հիմա բոլորս այստեղ տեսնում ենք դա։ Ոնց եք պատկերացնում այդ դեպքում հեռացում։ Մենք ուզում ենք մեր խոսքը փոխանցել նրան, որ լսի, ինձ թվում է հետևություններ կանի, որից հետո կմտածի եւ կարծում ենք լավատեսենք, որ հրաժարական կտա։ Իսկ տարօրինակ չէ, որ հակառակ կողմում տեսնում ենք քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ընդհանուր քաղաքական դերակատարներ, ովքեր եկել են։ Իմ կարծիքով իրենք ոչ թե եկել են եկեղեցուն սատարելու, այլ անձին սատարելու։ Այս իմաստով իրենք ուզում են անձին պաշտպանել եւ եկեղեցին պաշտպանելու ինձ թվում է հարց չունեն, իրենց առաջ նման նպատակ չունեն դրած, եթե նման նպատակ ունենային, կանցնեին մեր շարքեր։ Այսինքն, եթե իրենց գերնպատակը եկեղեցին ավելի լավը դարձնելն է, իրենք լավ հասկանում են, որ այդ անձի միջոցով գոնե 26 տարի եկեղեցին ավելի լավը չի դարել, հակառակը եկեղեցին ճնշված է գործում, այն ինչ որ պիտի անի այն առաքելությանը, որը կոչված է դա կիսով չափ կամ ընդհանրապես չի իրագործում, այնպես որ այդ մարդիկ, ովքեր որ հիմա իրեն սատարում են, իր հետ, անձնապես իր հետ հարաբերություններ ունեն եւ եկել են կոնկրետ անձնային հարաբերությունների հիման վրա։